Ինչպես 5 վայրկյան տևողությամբ ռիլից կարելի է հավաքել ավելի քան 300,000 դիտում։ Հետևիր ինձ, որ էջս չկորցնես, իսկ ես կիսվեմ գաղտնիքով։ Գիշերը կիսվեցի մի ռիլով, առավոտյան 300,000 դիտում։ Ահա թե ինչ հասկացա։ Առաջինը. երբ է պետք հրապարակել։ Ամիսներ շարունակ փորձում էի կիսվել ռիլերով trial բաժնում, բայց ոչ մի տարբերություն չէի տեսնում։ Վերջին 3 ռիլերս բացահայտեցին գաղտնիքը։ Trial ռիլերը պետք է հրապարակել այն ժամին, երբ քո լոկացիայի մարդիկ ամենաակտիվն են Instagram-ում։ Իմ դեպքում գիշերը ժամը 11-ից հետո։ Եվս մի կարևոր բան. ինչպես պետք է կառուցված լինի ռիլը։ Տևողությունը ընդամենը 4-ից 5 վայրկյան։ Դեմքը ցույց տալ հարկավոր չէ, faceless B-roll-երը բավական են։ Դրանք ավելի հեշտ են մարդիկ տարածում, որովհետև մարդը կարծես թե իր մասին է ռիլը share անում, ոչ թե քո մասին։ Overlay տեքստը պետք է լինի մի բան, որը մարդիկ զգում են, բայց չեն համարձակվում բարձրաձայն ասել։ Երբ մարդը կարդում է եւ մտածում, հենց սա եմ ես զգում այս պահին։ Հենց այս engagement-ն է տանում ռիլը դեպի 100,000-ավոր դիտումներ։ Հետևիր ինձ, ամեն շաբաթ կիսվում եմ Instagram-ի գաղտնիքներով։ Այս թիփերը չես գտնի նույնիսկ ChatGPT-ում, որովհետև սրանք իրական փորձից են գալիս։ Եվ եթե ունես հարցեր, կարող ես գրել ինձ անձնական նամակով։